Այս պետությունները պաշտպանում են իրենց հասարակական կարծիքը եւ իրենց քաղաքական համակարգը ուրիշ պետությունների ազդեցությունից։ Մեր մոտ ինչ է տեղի ունենում։ Մենք փաստորեն ունենք մեր պետության մեջ գաղտնի պետություն, մի ուրիշ գաղտնի պետություն եւ գաղտնի բանակ, որը ֆինանսավորվում է արտաքին ուժերի կողմից։ Դե մեզ մոտ նման օրենք չկա, Վրաստանում երբ որ ընդունում էին հիշում ենք ինչ տեղի ունեցավ, նույն այս երկրները ովքեր ունեն ինչ կերպ էին արձագանքում։ Այո։ Այսինքն նրանք առաջի կարգի երկրներ են, Ամերիկան, Անգլիան, Ֆրանսիան մի ուրիշ երկրներ են, որտեղ չի թույլատրվում ներխուժել երկրի մեջ, զավթել այդ երկրի քաղաքական կարծիքը եւ ղեկավարել այդ երկրի, որտեղ եթե դուք սկսում եք ղեկավարել այդ երկրի ԶԼՄ-ները, դուք սկսում եք ղեկավարել այդ երկրի հասարակական կարծիքը։ Դա նույն բանն է, ինչ որ դուք հիմա իմ գլուխը բացեք, որը կարող է իսկապես լինի, բաներ, լարեր միացնեք իմ բանին, ուղեղին եւ կոմպյուտերով ինձ ղեկավարեք, թե ես ինչ եմ մտածում։ Հասկանում եք, դուք սկսում եք ղեկավարել մի ամբողջ հասարակություն։ Դուք սկսում եք ազդել քաղաքական որոշումների վրա։ Օրինակ, տասնյակ տարիներով սկսում եք քարոզել, որ մեր թշնամին Ռուսաստանն է, որ մեր թշնամին Ղարաբաղի ժողովուրդն է, որ կոռուպցիայի մեղավորը Ղարաբաղի ժողովուրդն է։ Այդ ասում են այն պետությունը, որտեղ 150 միլիոն $100 բան է, նախագահ է ընտրվում։ Մեզ սովորացնում են, թե կոռուպցիան ինչ է։ Բանին Ահաբեկիչին բերում են իշխանության, հետո մեզ սովորացնում են դեմոկրատիան ինչ է։ Այսինքն մեր մոտ ստեղծում է ներքին գաղտնի պետություն եւ մեզ սկսում են ղեկավարել։ Այսինքն մենք որ հարցնում ենք, մենք ոնց հասանք այս վիճակի, հենց սենց էլ հասանք, որտեղ մեր գլուխը լվանում էին դրսից։